Իսրայելը մեծ դեր ունի Ադրբեջանին զենք եւ տարբեր ռազմական սարքավորումներ մատակարարելու հարցում, եւ այս տարածաշրջանում Իսրայելը նաեւ հանդես է գալիս որպես հիմնական ուժերից մեկը, Ռուսական ազդեցությունը տարածաշրջանում հանգեցրեց ավելի շատ պատերազմի նկատի ունեք։ Իսկ թե ինչ կարող ենք անել ապագայում, ինչ կարող է անել Հարավային Կովկասը, մեր տեսած խաղաղ ապագան Հարավային Կովկասի համար Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունն է։ Եվ այն, ինչ Իսրայելը կարող է տալ այս տարածաշրջանին, տեխնոլոգիաներն են, կրթությունն է եւ պետք է փոխակերպվի Իսրայելի արտահանումը դեպի այս տարածաշրջան։ Այն չպետք է սահմանափակվի միայն ռազմական հարցերով, ոչ միայն հարձակման, կռվի կամ պատերազմի թեմաներով։ Դա պետք է փոխվի դեպի ավելի տնտեսական գործընկերային հարաբերություն։ Not support Israel's export for this region, not just the military issues, not just the issues about attacking or about fighting or about war. It must be changed to a more economic partnership relationship between technological and technological. Yes. Այո, տեխնոլոգիական։ Այս տարածաշրջանում միակ երկիրը, որն ունի մեծ տեխնոլոգիական ներուժ, որը կարող է կիսել մեր բոլոր երկրների հետ եւ որը կարող է օգտագործվել աղքատության, տնտեսական խնդիրների լուծման համար, Իսրայելն է։ If we look on the problems in this region with the view of opportunity, Եթե այս տարածաշրջանի խնդիրներին նայենք հնարավորությունների տեսանկյունից, ոչ թե հակամարտության, ապա կարող ենք շատ մեծ օգուտներ ստանալ։ With Israel, we had a story about supplying equipment to Azerbaijan. Իսրայելի հետ մենք ունեցել ենք մի պատմություն կապված Ադրբեջանին սարքավորումներ մատակարարելու հետ, բայց մենք զգում ենք, որ տեխնոլոգիան ու այն ձեռքբերումները, որոնց այդ փոքր երկիրը կարողացել է հասնել, կարող են օգնել տարածաշրջանային երկրներին լուծել տնտեսական խնդիրներ, ինչպես նաև աղքատության մի շարք հարցեր։ Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա ինչպես արդեն նշեցի, այստեղ ներկա են Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան եւ Իրանը։ Իսրայելը, Իրանը, Թուրքիան, հիմա նաև Թրամփի գալը, Չինաստանն էլ այստեղ մեծ տնտեսական գործունեություն է ծավալում եւ ունի նաև իր միջանցքը, այնպես որ տարածաշրջանում բազմաթիվ տարբեր ուժեր իրենց ձեռքն ունեն։ In another way, we think it will help us to become a crossroad for logistics from south to north, from east to west. Այո, այստեղ եւ դա մեզ մեկ այլ ձևով էլ կօգնի։ Կարծում եմ դա կօգնի մեզ դառնալ լոգիստիկ խաչմերուկ, հարավից հյուսիս, արևելքից արևմուտք, լինել անվտանգ բուֆեր այս անկայուն տարածաշրջանում։ Եվ եթե լուծենք խնդիրը, երբ լուծենք Ադրբեջանի հետ ունեցած խնդիրը, ապա Հարավային Կովկասը վատագույն դեպքում կդառնա այս տարածաշրջանի միակ կայուն գոտին։ Russian processes in north Հյուսիսում ընթացող ռուսական գործընթացները խախտեցին Հարավային Կովկասի հավասարակշռությունը եւ դա բերեց պատերազմի։ Ռուսական ազդեցությունը տարածաշրջանում հանգեցրեց ավելի շատ պատերազմի նկատի ունեք։ Ռուսաստանի ուկրաինական գործընթացները Ուկրաինայի հետ պատերազմը հանգեցրին Ռուսաստանի հավասարակշռող դերի թուլացմանը։ Որովհետև այստեղ 3 ուժ կա, եւ այդ ուժերից մեկը, որը հավասարակշռող դերակատարներից մեկն էր, այլ ուղղությամբ էր զբաղված։ Եթե դուք լրացնեք այդ բացը, Թուրքիա and Israel. After like 1 year, start a new war. The new war started here because Turkey's role increased. Եվ հետո մեկ տարի անց սկսվեց նոր պատերազմ։ Այդ նոր պատերազմը սկսվեց այստեղ, որովհետև Թուրքիայի դերը մեծացավ։ Մեզ այս տարածաշրջանում անհրաժեշտ է հավասարակշռություն, եւ Թրամփի TRIP նախագիծը հենց այդ հավասարակշռությունն է, որը կարող է մեր տարածաշրջանի համար երկարաժամկետ խաղաղություն բերել։ To increase the role of US Միակ բանը, որի վրա մենք պետք է աշխատենք, ԱՄՆ-ի դերը պարզապես վկայի դերից ավելի շատ խաղաղության երաշխավորի դերի բարձրացնելն է։ Դա խաղաղություն կբերի այս ամբողջ լոգիստիկ շղթային եւ այս խաչմերուկին, որը կդառնա ամենաանվտանգ խաչմերուկը այս անկայուն տարածաշրջանում։